commented on Armenia and Azerbaijan, another country Azerbaijan that has not kept its commitments. ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ անդրադառնալով հանրապետական կուսակցության անդամ Ջիմ Կոստայի Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության դադարեցման կոչին, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պատասխանել է, որ Ադրբեջանին փոխանցել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու կարևորությունը, շեշտելով, որ երկու երկրների միջև հնարավոր բախումը կդիտարկվի ապակառուցողական։ Պատասխանելով հարցին, թե որն է այդ հարցում հանրապետական կուսակցության ունեցած դիրքորոշումը, Ռուբիոն նշել է. ԱՄՆ գործող վարչակարգը դեռևս որոշում չունի այդ հարցի շուրջ։ Այժմ մենք կենտրոնացած ենք Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնության հասցնելու վրա, ինչն Ադրբեջանին զերծ կպահի հարևան Հայաստան ներխուժելուց։ Մենք կցանկանայինք կանխել դա։ Նախագահ Դոնալդ Թրամփը հանձնառու է կանխել պատերազմները, եւ մենք երկու երկրների, հատկապես Ադրբեջանի հետ շփումներում փորձել ենք ընդգծել, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը եւ պատերազմի մեջ չներքաշվելը հսկայական օգուտներ կբերի։ I had a hearing on Aliyev and Azerbaijan on the Tom Lantos Commission, and it's very clear that after the genocide committed by Aliyev against the Armenians. ԱՄՆ պետքարտուղարը նաև շեշտել է, որ Վաշինգտոնի կարծիքով կողմերի միջև նման բախումը կլինի ավերիչ եւ ապակառուցողական։ Երևանի ու Բաքվի միջև պատերազմը վերջին բանն է, որ հիմա մենք կցանկանայինք, նշել է Ռուբիոն։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ նույն նիստի ընթացքում պետքարտուղարը հայտարարել էր, Հայաստանի ու Ադրբեջանի միջև զինված հակամարտության իրական ռիսկը պահպանվում է եւ Վաշինգտոնը փորձում է կանխել այն։ Նույն լսումների ժամանակ հայ գերիների ազատ արձակումը ամերիկացի պաշտոնյան Միացյալ Նահանգների շարունակական դիվանագիտական ջանքերի կարևոր բաղադրիչ է որակել։ Մեր հիմնական ուշադրությունը կենտրոնացած է եղել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու ուղղությամբ աշխատելուն։ Վաշինգտոնը ստիպված է գործ ունենալ երկրների հետ, որոնք շատ դեպքերում չունեն իդեալական մոդել։ Այնուամենայնիվ ԱՄՆ-ն նրանց հետ շփվում է ազգային շահերից ելնելով, միաժամանակ ձգտելով հավասարակշռել դրանք դիվանագիտության հետ։ Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը անդրադարձել է կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարության կարևորությանը։ Ի պատասխան կոնգրեսական Սմիթի հարցին Ռուբիոն պատասխանում է, ինչ վերաբերում է Ադրբեջանին, մեր հիմնական ուշադրությունը կենտրոնացած է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու վրա, ըստ միջազգայնագետի, սա նշանակում է. Նախ պետք է հաշվի առնել, որ Ռուբիոն ոչ միայն պետքարտուղար է, այլև Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնակատարը։ Ըստ էության, նա ղեկավարում է երկու մրցակից կառույց, որոնց մոտեցումները փաստորեն նույնական են։ Ինտերվենցիայի վտանգը Ռուբիոն իրական է գնահատում։ Իրականում այս պահին ամերիկյան հետաքրքրությունն այն է, որ Հարավային Կովկասում հարաբերական անդորր լինի, քանի դեռ Վաշինգտոնը բանակցում է Թեհրանի եւ Մոսկվայի հետ։ Միաժամանակ Թրամփի աշխարհին խաղաղություն բերողի դիրքավորումը նույնպես ենթադրում է, որ Վաշինգտոնին լրացուցիչ գլխացավանքներ պետք չեն, մանավանդ զինված հակամարտությունների տեսքով։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն էլ կարծում է, որ վերոնշյալ հայտարարությունները ցույց են տալիս Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն փաստորեն համաձայն չէ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն տեսակետին, որ հայ-ադրբեջանական պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Ըստ Բադալյանի, Փաշինյանի հայտարարությունները ավելի շուտ ռիսկի մասին են, քան խաղաղության հավանականության։ Պարզապես Փաշինյանն այս պարագայում այլ խնդիր է լուծում, նախընտրական։ Խաղաղություն է լինելու նարատիվը պնդելով Նիկոլ Փաշինյանը փորձում է հանրային ընկալման ենթագիտակցական մակարդակում դրան տալ, այսպես ասած, խոստման էֆեկտ, միևնույն ժամանակ սրել ֆոնը, պատերազմ թե խաղաղություն։ Անկասկած է, որ Երևանն այժմ Բաքվի հետ քննարկում է ընտրությունից առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու տարբերակներ, որպեսզի դա ներկայացվի խաղաղության ճանապարհի ձեռքբերում։ Հիշեցնեմ, թե Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում թուրքական մեդիային տված հարցազրույցում ինչ միտքեր արտահայտել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նա ասել էր, թե Հայաստանի Հանրությունը աջակցում է խաղաղության օրակարգին, բայց եթե չլինեն արդյունքներ, կրկին կվերադառնա ռևանշիստական տրամադրությունների։
Այլ կերպ ասած, ըստ վերլուծաբանի, եթե Հայաստանին չաջակցեն հանրությանը արդյունք ներկայացնելու հարցում, ապա ընտրությանը կունենանք խնդիրներ եւ կարող է իշխանության գալ այլ ուժ։ Այդպիսով սրելով շեշտադրումը, թե չի լինելու պատերազմ, այլ լինելու է խաղաղություն, Փաշինյանն անշուշտ փորձում է բարձրացնել հնարավոր որևէ փաստաթղթի նախընտրական գինը կամ էֆեկտիվությունը, եթե իհարկե Ադրբեջանի հետ հաջողվի հասնել համաձայնության, բայց այստեղ այլ հարց է. Բաքուն կտա այդ համաձայնությունը զուտ Փաշինյանին օգնելու համար, թե նաև կպահանջի նրանից այլ համաձայնություն ընտրությունից հետո որևէ զիջման տեսքով։ Ռիդա Ղազարյան, Գարիկ Արամյան, TB News։